եկեղեցին առաջի անգամ չէ որ նման հարված է ստանում։ Դեռևս 1903 թվականին ռուսական ցարը հիմնականում Գոլիցին փոխարքայի այսպես հրահրմամբ, դրդմամբ նույնպես հարձակվեց հայ եկեղեցու վրա։ Ամբողջ գույքը բռնագրավել էին, դպրոցները բռնագրավել են, չեմ ասում կահ-կարասները նույնիսկ եկել են հաշվեկել են եկեղեցիներից տալել են։ Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ ընդհանուր 2 տարի պահանջվեց, որ Գոլիցինի եւ ցարի այդ հրովարտակը որոշումը, սինոդի որոշումները, որպեսզի միանգամից անվավեր ճանաչվեն։ Եվ իզուր չէ այն ժամանակ հայ երևելիներից մեկը մեր մշակութային ասաց, որ ցարը եւ Գոլիցինը օգնեցին, որպեսզի հայ ժողովուրդը աշկերը բացի եւ ազգային ինքնագիտակցության ել ավելի եւ բարձր եւ պահանջվող մակարդակ դրսևորի։ Եկեղեցին գտնվում է մեր պաշտպանության ներքո, յուրաքանչյուր հավատավոր հայի սաղմոս գրելը, սաղմոս արտասանելը, սաղմոսից ինչ որ մեջբերումը կատարելը, դա իրական փարիսեցություն է։ Եթե դու քո մեջ չես պարունակում եկեղեցական հավատավորին վայել հեզություն, չես պարունակում եկեղեցու նկատմամբ ակնածանք եւ չես պարունակում քո մեջ եկեղեցու նաեւ հայկական տիսակարգով պայմանավորված մկրտության ծես, ամուսնության ծես, այս մարդը ինչ գործ ունի եկեղեցու հետ։ Ընդ որում նրանք երբ որ պնդում են, որ իրենք հավատավոր հոտի անդամներ են, ես այդ հավատավոր հոտի անդամ հետ իրենց արտահայտություններին ոչ հավատում եմ, ոչ էլ, որովհետեւ մենք պետք է իրականությունը գնահատենք փաստերով, կոնկրետ այս անձնավորությունը համաձայնել էր Պրագայում եւ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը, մեր հայրենիքը Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում։ Լեռնային Ղարաբաղում գտնվում է Ամարասի վանքը դա Մաշտոցյան այբուբեն ստեղծող մեր համամարտկային հանճարի Մեսրոպ Մաշտոցի առաջին դպրոցն է եղել։ Արցախում է գտնվում Դադի վանքը, Առաքյալ Թաթևոսի մասունքները այնտեղ են։ Այս անձնավորությունը հանձնել է քրիստոնեական այդ մասունքները, այդ սրբավայրերը, կոթողները, այդ այնց հետո ինչ որ եկեղեցու մասին, ինչ որ մեքենայնություններ է մոգոնում, ընդ որում գրահիկ, տգետ, անընդունելի ոճով եւ կարծում եմ դրա հետ կապված հայ ժողովուրդը կատարել է իր իրական գնահատականը ստացել է հայ ժողովուրդը եւ հայ ժողովուրդը շուտով 2026 թվականին եկեղեցու դեմ հարձակվողների այս ամբողջ խմբակին ուղղակի հավանաբար մի մասին վաստակացանցի, մի մասն հավանաբար ենթադրենք վայրեր, որոնք բավականին հեռու են ենթադրենք նորմալ բնական գործունեություն իրականացնելու վայրերից։